տարածքների վիզաների տրամադրման գործընթացը եւ արգելում է նրանց մուտքը երկիր։ Այս մասով ինչ մեկնաբանություն Հայաստանը այդ երկրների շահում է եւ ինչ կդժվարանամ այս բային հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք վստահաբար կպատասխանեմ։ Սահմանը, որ այդ սահմանից հետո դուք արդեն հստակ Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի հապիկից դուրս գալու հետ կապված, որովհետև մեկ տարուց ավել անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար։ Այս դեպքում մենք ավելի խոցելի չենք դառնա, եթե մենք փաստորեն դուրս ենք գալիս նաև հապկից եւ այս դեպքում Իսկ դուք կարծում եք մենք հապկ անդամ լինելով պակաս խոցելի ենք եղել։ Միկրոֆոնները թեք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մի հարցը այնուամենայնիվ դուք հայկական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձաք, բայց նախորդային ու իսլամական պետությունների համաժողովը շրջագիր ընդունեց եւ արտգործնախարարությունը անդրադարձել վերջնապած այնուամենայնիվ այդտեղ կային ձևակերպումներ շատ կոնկրետ արարության այսպես ասած արարության ադրբեջանցիների վերադարձի մասով կոնկրետ ձևակերպումներ են եւ հետաքրքիր է այս հաստատքի գոյությունը ինչքանով է խանգարում խաղաղության պայմանագրի գործընթացին, հարաբերություններին եւ ընդհանրապես ինչ ազդեցություն ունի։ Արտգործնախարարության հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք, ի հավելում են թույլ տվեք նշել, որ չեմ կարծում, որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ, նաև որպես տեղեկատվություն նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, նրանցից մի մասը հավաստիացնում են, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։